մի քանի րոպեից շատ սիրելի իհարկե ազգային երգն ու պարը աշխարհի տարբեր անկյուններում տարածող մի հրաշալի երգիչ է մեզ մոտ տաղավարում հայտնվելու Գոռը Մեծոյան եւ մենք այսպես ժամկետները չենք խախտել սիրելիներս եւ ամենակարևորը ինչ ենք արել միանշանակ հյուր ընկալելու ենք տաղավար քանի որ ամիսներ առաջ երբ որ պրեմիերան ներկայացրեցինք ասաց որ անպայման կհանդիպենք պարտադիր եւ միանշանակ նոր գեղեցիկ կատարմամբ այս անգամ իհարկե հայր եւ որդի են այստեղ հայտնվելու եւ կարծես թե հունիսի 1-ին ընդառաջ ինձ շատ սիրուն եթեր է սպասվում առաջին անգամ ես եթերում վախենում եմ որովհետեւ շատ լավ հակառակորդ ունեմ մի քանի րոպեից կհասկանանք ինչի մասին է խոսքը հիմա ինձ մի քանի կում կաֆե է հարկավոր դիմանալու այն գերակտիվությանը որ եթերային վահանակից Encom առհասարակ տիրում է։ Բարի լույս եւ բարի առավոտ 3W radio.am-ով կարող եք միանալ, հնչեցնել ձեր ջերմ եւ բարի ողջույնները։ Պապայի բալիկն ես, պապ սիրում եմ գժի պես, ես աշխարհում ինչ լինի, հայդի քո որդին եմ ես, պապայի բալիկն ես, պապ սիրում եմ գժի պես, ես աշխարհում ինչ լինի, պապան եմ ես։ Ողջույններս բոլոր նրանց, ովքեր արթնացել եւ իրենց օրը սկսել են մեզ հետ միասին։ Գոռ եւ Դավիթ Մեծոյանն են մեզ մոտ տաղավարում, տանկագիններ հայր եւ որդի։ Գոռը միանշանակ շատ իհարկե մեզանում շատ լավ հայտնի է եւ իր ազգագրական համույթով, տարբեր միջազգային մրցույթ փառատոներով եւ ամենակարևորը նաեւ որպես երգիչ եւ այս պարագայում երեկվա թեման այսպես շարունակում ենք, հա, հայրեր եւ որդիներ թեման։ Նախ բարի լույս, ինչպես եք։ Բարի լույս Անքա ջան, շատ լավ ենք, ինչպես կարելի է վատ լինել այս հրաշք մթնոլորտում գտնվելով, քո դրական էներգիաները գալիս է մեզ եւ մենք մեզ հրաշալ ենք զգում, չէ՞ դա։ Դավիթ ողջույն, ինչպես ես։ Լավ, Տրամադրությունդ։ լավ, Դավիթ քանի տարեկան ես։ 5, Դպրոց չես հաճախում։ չէ, Պարտեզ ես, այսօր պարտեզ չես գնացել։ Ընկերներիդ ասել ես, որ դու այսօր գնում ես ռադիոյին հյուր։ Չեմ ասել, բայց մամաս ասել է։ Ահա, շատ լավ, մայրիկն է ասել, շատ բարի։ Շնորհակալություն ծաղիկների համար, Դավիթ, շնորհակալություն ջենտլմենական այսպես մուտքի համար եւ ամենակարևորը սիրելի ռադիո լսողներ, շատ լուրջ դեմքով եկավ, այսպես կոստյումի, այսպես երկրորդ կոճակը այսպես արձակեց, ինչպես սովորաբար նախագահներն են կատարում, նստեց եւ ասեց, որտեղ պիտի նայեմ։ Ոչ մի երգիչ այս 13 տարվա ընթացքում այդ հարցը չի տվել։ Ես ուզում եմ հասկանամ գժվել այսներ նոր առհասարակ սերունդը Գոռ տրամադրությունը բավականին լավ է պատրաստվում եք միջազգային փառատոնի գիտեմ եւ մենք դեռ այդ ամենը սիրով կլուսաբանենք բայց մինչ այդ ուզում եմ խոսենք նոր երգից նաեւ շնորհակալություն եմ հայտնում քեզ ժամկետները առհասարակ ճուշացնելու համար եւ բոլոր երգիչներին խոստացար եւ հենց այս ժամանակաշրջանում միանգամից եկար եթեր մի փոքր այս երգի պատմության մասին Շնորհակալ եմ Անքա ջան ես միշտ իմ խոսքի տերն եմ լինում, ինչպես որ դուք եք ձեր խոսքի տերը լինում, որ ամեն անգամ շնորհակալ եմ, որ լուսաբանում եք, անդրադառնում եք մեր կատարած աշխատանքին, որովհետև շատ մեծ գործ է մեր կատարածը լուսաբանելը, մարդկանց ավելի հասանելի դարձնելը եւ մենք էլ ավելի ողջավորված ստեղծագործում ենք նախ ասեմ որ մի քանի օր առաջ Դավիթի ծննդյան 5-ամյակն էր լրացել եւ ես իմ բալիկին ցանկացա մի գեղեցիկ նվեր անել իր ծննդյան տարեդարձի կապակցությամբ եւ գիշերվա 12-ն անց ծնվեց այս երգը, հենց որ Դավիթին սիրելով այնքան գրկեցի, միտեղ որ ուշ ես գալիս, ինքը միշտ սպասում է։ Երաժիշտի ընտանիքը միշտ այսպես ասում եմ, վերջին պլանում է, լավ կամ վատ առումով ժողովուրդը կարող է ուրախանալ, վայելել երգչի ներկայությունը, իսկ տանեցիները միշտ խելոք սպասում են իրենց առհասարակ հերթը երբ հասնի։ Դավիթը գրեթե միշտ սպասում է երեկոն մինչև 12-ը հաստատ սպասում է ինձ եթե դրանից ավելի եմ ուշանում նոր գնում եք հնելու այդ հերթական անգամ եկա որ շատ կարոտել էի
Դավիթին գրկեցի, սիրեցի ու հենց կրկներքը պապայի բալիկ ծնվեց։ Ասի դա վեսա մի հատ երկելու ենք, հենց տեղում այդ կրկներքը երբ որ գրեցի, ասի դա հələ մի հատ կերքես, ինքը հենց տեղում երգեց ու շատ սիրուն ստացվեց կրկներքը, ասի վсё։ Ես պետքա տներն էլ գրեմ ու էսի դառնալ է երգ, տեսահոլովակ ու ինչու՞ չէ, նվիրում եմ աշխարհի բոլոր բալիկներին, հատկապես մեր հայ բալիկներին, թող որ ապրեն խաղաղ երկնքի տակ, միշտ լինեն աշխարհի ամենաերջանիկը։ Շատ լավ, շնորհակալություն եմ հայտնում իհարկե ձեզ եւ Դավիթ հեշտ էր հայրիկի հետ աշխատելը, երգել համատեղ Ձայնագրությանը հեշտ էր այդ ամենին մասնակցելը մի հատ ասա։ Հա, շատ լավ, շատ բարի։ Քիչ ենք խոսելու այսօր։ Մի փոքր ավելի։ Մենք ոնց գնացինք ձայնագրվել։ Ձայնագրության որտեղ գնացիք, ինչքանի դուբլից երգեցիր, Դավ։ Հա, պատմի։ Բանը մարը ես վահանո բարեմոտնեմ։ Շատ լավ։ Եկեք պրեմիերան իհարկե։ Ունկնդրենք, վերադառնանք, շարունակենք մեր ընթացքը։ Ջան, պրեմիերա։ Բալիկն եմ ես, պապ սիրում եմ գժի պես, ես աշխարհում ինչ լինի, հայդի քո որդին եմ ես, պապայի բալիկն եմ ես, պապ սիրում եմ գժի պես, ես աշխարհում ինչ լինի, պապան եմ ես։ Պայծառարև, բալես կյանքս նվիրում են քեզ, երբ գրկում են քեզ իմ թանկ բալես, այս աշխարհից վերանում եմ ես, սերես կյանքես ու պայծառարև, բալես կյանքս նվիրում են քեզ։
Բարի գեղեցիկ օր, ողջույններ մեր հյուրերին, բոլորը շատ հավանել են եւ այո, այսօր ամբողջ աշխարհին մանկան իսկական անկեղծություն է։ Պակասում մենք եթերում անպայման այդ անկեղծության հանդիպումները կունենանք։ Գոր եւ Դավիթ Մեծոյաններն են մեզ մոտ տաղավարում, սիրելի ռադիո լսողներ։ Գոր շնորհավորում եմ։ Երգը շատ բարձ, շատ ուրախ, շատ համով, շատ իսկական, շատ իսրտ է։ Ում հետ համագործակցեցիր, որովհետեւ այսպիսի երգերի համ պակաս կա, համ շատ են նաև։ Մնում է թե այն կսիրվի կամ ոչ։ Չնայած այս երգերը ունեն ֆենոմենալ հատկություն, միշտ սիրվում են։ Պապիկ եմ դարձել, չգիտեմ, հայր եմ դարձել։ Այս են համով լավ երգերն են, որ իսկապես ժողովուրդը, երբ որ վերջապես մի փոքրիկ լավ առիթ է լինում, ասում մի հատ հնչեցրեք, լսենք։ Ում հետ համագործակցեցիր։ Ասեմ, որ իմ բոլոր երգերը գրեթե համագործակցում եմ գործիքավորումը Վահան Հարությունյանի հետ, գործիքավորում ձայնագրություն, mix mastering, բոլորը ինքն է անում, երկար 10 տարիներից ավել։ Վահանս գործիքավորումը արեց, Սիրակ Մկրչյանը կլարնետահար, դուդուկ զուրնա, կլարնետնա նվագել իմ շատ լավ ընկերը եւ նկարահանումը արեց Սևան Պրոն, Կոստանտին Օզմանյանը, իմ մյուս ընկերս եւ պարակցեցին Արեգ Պարային համույթը, գեղարվեստական ղեկավար Անահիտ Գինոսյան։ Մի խոսքով ընկերներով, հարազատներով հավաքվեցինք ու այս ամեն ինչը ստեղծեցինք, որպեսզի մեր ժողովուրդը, ես կցանկանամ այս երգը յուրաքանչյուր մարդու կենցաղ մտնի, ինչպես դուք ասեցիք, որովհետեւ ինքը հենց բալիկ, պապա, չգիտեմ, ուրախ տրամադրություն, բարի բան եմ, գործ եմ ուզեցել ստանալ եւ ստացանք այն ինչ որ կար։ Շնորհավորում եմ, ստացակ եւ ամենակարևորը այսպիսի կատարումները թող նաեւ մեսիջ լինեն, որ հայրեր, որդիներ հարաբերությունները շատ լավը լինեն, որովհետեւ ի սկզբանե դաստիարակում ենք, հա, որպիսի ծնողին շատ սիրեն եւ շատ հարգեն, ու թող այս երգերը լավ մեսիջ լինեն։ Դավիթ, ընկերներիդ ասել էիր, որ տեսահոլովակը դիտեին, թե նրանք չգիտեին այդ մասին։ Ես չեմ ասել։ Դու ոչ մեկի ոչինչ չես ասել, ես կարող եմ խնդանամ հիմա։ Դավիթ, իսկ երգը, քո ծննդյան երգն էր, հավանեցիր։ Հա, շատ ես հավանել։ Տանը երգում ես, այսպես որ սենյակում մենակ ես լինում, թրվռալով երգում ես։ Բաբայի դա։ Չէ, տեսահոլովակը դիտել եք բոլորով։ Չես երգել։ Տեսահոլովակին երգել եմ։ Երգել ես, շատ լավ, հարգել եկել երգել է, շատ կարևոր է դա սիրելիներս։ Դավիթ, իսկ հեշտ էր պապայի հետ աշխատելը, թե այսպես շատ էր ջղայնանում նկարահանման ընթացքում։ Լավ էր, վերջ, գոհ է, բավականին գոհ է։ Դավիթը գոհ է, իսկ կշարունակես երգել, երգիչ կդառնաս, թե ոչ։ Կդառնա, դա մի արա կխենթանամ։ Շատ լավն է, կամայս ես հիշեցի կարգին հաղորդումը։ Բաներ քանի չենք մոռացել, որ ասիկ երգել ես թե չես երգել, մենք ուզում ենք այսօր մի հատ էլի գեղեցիկ տոնական օր է մեր ընտանիքի համար, քանի որ իմ հայրիկից ծննդյան տարեդարձն է։ Եվ շնորհավորում եմ իմ հայրիկին, շատ շնորհակալ եմ ասում, որ հենց ինքն է իմ հայրիկը ու շնորհակալ եմ, որ այսպիսի ինձ դաստիարակություն տվել է այն ավանդույթներն ու ամեն ինչը, հիմա էլ ես իմ որդու, իմ եղբայրս, որդիների Եվ ամենակարևոր այսօր դու սերունդ ես կրթում, նախ շնորհավորում ենք հայրիկի, Դավիթ ջան, պապիկին ինչ ես մաղթում։ Պապիկին մի հատ ասա շնորհավոր։ Շնորհավորի։ Շնորհավոր։ Ահա։ Վերջ, մի տեսակ ես հասկացա, որ Դավիթը իհարկե կարող է երգել ու կերգի, բայց քաղաքական գործչին հարիշ, այսպես լռություն ունի, այնուամենայնիվ շատ քիչ է խոսում, շատ քիչ, բայց շատ լուրջ։ Դավիթ, շնորհակալություն քեզ։ Գոր իհարկե շարժվենք առաջ, լսենք Գոր Մեծոյանի կատարումներից թերևս, վերադառնանք ու միանշանակ եւ խոսենք երգից եւ միջազգային փառատոններից եւ Մեծոյանի հիմնադրամ
դրած, հա, այն գեղեցիկ համույթից, որը եւ աշխարհի տարբեր կետերում երեք էլ զրուցում էինք, որ անգամ դժվարին պայմաններում շարունակել եք ու դեռ շարունակում եք, ու գիտեմ, որ շատ շուտով միջազգային փառատոնի եք մեկնելու, բայց մինչ փառատոնին մեկնելը հունիսյան շրջանակներում ես կցանկանամ, որպիսի ձեր խումբը իր գեղեցիկ տարազներով, ավանդույթներով, այդ դաստիարակությունը, որ սկսվել է հենց քո ընտանիքից ու դու հիմա շարունակում ես այդ երեխաներին տալ ու իրենք ուղակի պոկ չեն գալիս քեզնից ու քո խմբից, դա նշանակում է, որ ինչ որտեղ ինչ որ կերպ շատ ճիշտ գործունեություն է կատարվում։ Բարի գեղեցիկ առավոտ, Գոր Մեծոյանը իր զավակի Դավիթի հետ միասին այսօր հայրերի, որդիների մասին ունեն շատ գեղեցիկ կատարում, որը մենք ներկայացնում ենք։ եմ սիրում քեզ իմ աշխարհն ես դու տատիկիդ պապիկիդ հրեշտակն ես թորնիկը շատ քացարան ու սիրում պերիա պապին քո ցավը տանի ինչ որ ուզես նա կանի թորնիկը շատ քացարան ու սիրում պերիա պապին քո ցավը տանի ինչ որ ուզես նա կանի Շատ քացարան ու սիրում պերիա պապին քո ցավը տանի ինչ որ ուզես նա կանի թորնիկը շատ քացարան ու սիրում պերիա պապին քո ցավը տանի ինչ որ ուզես նա կանի թորնիկը շատ քացարան ու սիրում պերիա պապին տատին քեզ ղուրբան շատ անուշ ես թորնիկ ջան Հայաստանում Բարի գեղեցիկ օր, սիրելի ռադիո լսողներ, ողջույններս բոլոր նրանց, ովքեր այս պահին հետևում են մեզ։ Դավիթ, տրամադրությունը լավ է։ Մեր տաղավարը դու հավանում ես։ Էլի կգաս, չէ։ Ահա, շատ լավ, գերազանց է և գոր հետաքրքիր է ազգագրական համույթ պահելը տարիներ շարունակ բավականին բարդ է, պետք է չափանիշներին համապատասխանես, տարազները բավականին թանկ են կարվում, հա հիմա վաղուց չկան հովանավորները, ժամանակին այսպես եթե կային բարերարներ, որ պետք է
այսպես ասած օգնեին, օգտակար լինեին, կարծես թե այդ մշակույթն էլ մի տեսակ ցավոք սրտի վերացված է ու այստեղ մնում է միայն ստեղծագործողների, խմբի ղեկավարների, գեղարվեստական ղեկավարների ուսին։ Ես հիշում եմ ժամանակին, երբ շատ փոքր էի եւ լեգենդար Վանուշ Խանամիրյանը եւ այդ լեգենդար հրաշալի մարդիկ, ազգի մեծագույն նվիրալները Վարագա Սուրբ Ուխտագնացության, հա այդ մեծ փառատոններն էին այսպես կազմակերպում, վասպուրական համույթում էի ապարում եւ հիշում էի ամեն դետալի համար ինչքան նյարդ էին քայքայում ղեկավարները։ Այդ ամենը դեռ պահպանվել է։ Դավ արի ինձ մոտ, որպեսզի ես ու դու հայրիկին հարցեր հղենք։ Արի ինձ մոտ, ընկերես։ Ահա, շատ լավ։ Պահպանվել է այդ ամենը։ Ուրեմն նախ համույթ պահելը իսկապես շատ դժվար է, որովհետև ամեն ինչը որ կա մեր վրա է, մեր ուսերին է, ես փորձում եմ մեր ծնողների բեռը թեթևացնել, տարազային ամբողջ հարցերը վերցնեմ հենց իմ վրա, ես ինքս եմ տարազները կարել տալիս երեխաներին, համերգներին տալիս, որպեսզի ելույթ ունենան, որպեսզի այդ բեռից ազատեմ ծնողներին։ Ես հասկացա դու ինչ ես, մոտավորապես լոգիկան մարդկային, հա, աշխատեց, ինձ թվում է այն հարսանյաց հանդիսությունների շրջանակներում, որ շատ հաճախ երգում ես, ու այսպես ասած հոգնած, ջմրթված գալիս ենք տուն, այդ գումարները երբ որ վաստակում ենք, դու ներդրումը ոչ թե տանեցիների վրա, փաստորեն այդտեղ է գնում, հա, այսպես ասած։ Անպայման այդտեղ է գնում, որովհետև չի լինի, որ շատ տաղանդավոր երեխաներ կան, ովքեր որ այդ գումարը չունեն, որպեսզի այդ տարազը կարեն, հետո ցավոք սրտի միշտ տաղանդավոր մարդիկ այդ գումարը չունեն։ Այո։ Ու հետո դա պատմություն է դառնում, որ իրենք կերտեն ու հիշեն մանկության տարիներին ինչ եղավ առհասարակ։ Քանի անգամ են տարազ եւ բերել հանձնել, որովհետեւ այդ հնարավորությունը չկար, չէ։ Ենթադրենք 3 անգամ մենակ ես եմ տարազ հանձնել վասպուրականում, որովհետեւ այդ տարիներին բավականին բարդ էր իրավիճակը։ Այսօր շատ հիշեցի, որովհետեւ ես էլ առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել լեգենդար Անահիտ Խեչումյանին, երաժշտագետ, վասպուրական համույթի ղեկավար, ով մեծ այսպես 18 տարեկանից լայնածավալ գործ է կատարել, արդեն 60 եւ ավելի տարեկան է, ես ուզում եմ շնորհավորել իրեն եւ կարծում եմ դու էլ ես էլ եմ ճանաչում Անահիտ Խեչումյանին, շատ սիրում եմ, շատ գնահատում եմ իր կատարած Խենթ ու խելար կերպարը, գժագույն, այո։ Շատ լավ եմ ճանաչում։ Եթերից վազելու եմ դեպի իր մոտ եւ հետաքրքիր է կային ժամանակին շատ լավ հրաշալի խմբեր, հիմա էլ կան ազգագրական համույթը շատ պարտավորեցրող է, նոր երգեր պետք է պեղես, այսինքն չեն գրվում գուսանների կողմից, հա, ժամանակակից գուսաններն էլ մի տեսակ շատ ռիթմիկայի տարբերակով են, որը ինչ որտեղ լավ է, ինչ որտեղ վատ է, շատերը ավելի PR-ի ետևից են ընկել կամ գուցե, բայց իսկական, աշուղական, գուսանական երգեր պեղելը դա եւս բավականին բարդ է, չաղավաղել է։ Ինչպես է կարողանում այդ ամենը հաղթահարել, որովհետեւ Սայաթնովը կամ պիտի ճիշտ երգես, կամ չաղավաղես։ Նաև ինչպես դու հիշեցիր քո մանկությունը, ես էլ իմ ամբողջ մանկությունը անցել եմ Սասուն ազգային երգի բարի համույթում, մեր շատ սիրելի Անդրանիկ Սարգսակին, ուսուցիչն է, իմ ընկերն է, իմ ամեն ինչն է, իրենից չափազանց շատ բան եմ սովորել ու հենց թեկուզ այդ երգերը գրի առնված, որը որ նա մեզ սովորեցնում էր, այսօր փոքրին շատ է մոռացված է, հա, ես այդ երգերը նորից նոր շունչով, նոր ձևակերպումով պրոյեկտում եմ իմ երեխաների վրա, ունենք արդեն բավականին ձայնագրություններ, գործիքավորումներ կատարած ու այս ամռան ընթացքում երևի 2 տեսահոլովակ կհասցնենք մինչ երեխաների արձակուրդ գնալը նկարել իրենց Բա ինչ լավ է, մոտավորապես որ ժամանակաշրջանում, քանի որ պաշտոնապես ձեր խմբին եւս մեկ անգամ հիշեցնենք ինչպես է կոչվում ձեր համույթը։ Հենց Գորմեցոյան վոկալ ստուդիո, բայց այս ամենի հետ համատեղ տարբեր հատվածներում, չէ՞, կա հանրապետության, մի քանի մարզերում տեղակայված է նույն անվամբ է։ Այո։ Յուրաքանչյուր վայրում։ Շատ լավ, եւ կարծում եմ վոկալ ստուդիոյի երեխաների համար հիմա այսպես վոու կլինի հունիսի 1-ին ընդառաջ դուք լինելու եք մեզ մոտ մեր
տաղավարում հատուկ հյուր եւ ես մեծ ցանկություն ունեմ անպայման ձեզ հանդիպել, այստեղ լսել նաեւ ձեր խոսքը, գիտեմ որ անգամ երեխաներ կան, որ հանել ես խմբից, քանի որ ավարտել են, բայց դեռ գալիս են, շարունակում են։ Ընդունում են երեխաներ ունեմ, ընդունվել են բազմաթիվ բուհեր, երաժշտական քոլեջներ, ինստիտուտներ, ու դեռ շարունակում են գալ ինձ մոտ հաճախել են, այնպես որ մեր կապը հարատև է, հա, ու ունեմ մեծ արդեն տղաներ, ովքեր որ հենց երաժշտական գործունեությամբ արդեն զբաղվում են, իրանք մեծ իրանց խմբերը բացի այդ իրանց հարսանիքներ, ռեստորաններ, չգիտես ինչ, բայց միշտ իմ հետ կապը կա, գալիս են ժամանակ առ ժամանակ վարժություններ, ձայնը բացել կամ ինչպես դու Անդրանիկ ես զարգանում։ Հա, ինքը իմ համար մի հատ ուրիշ երևույթ է։ Շատ կարևոր է այս մշակույթը իսկապես պահպանելը եւ հաճախ այս վեցության այո ռաբիզի ելևեջների մեջ, որը ռաբիզ ասելով չհասկանանք միայն, չգիտեմ, այլ երկիր գնալ, շատ ուղիղ եւ ճիշտ ռաբիզի մասին է խոսքը, երբ որ երգում են, չմիքսեն այո ժողովրդականի հետ, դա գեղեցիկ չէ, չմիքսեն ազգագրականի, աշուղականի հետ, առհասարակ այդ միքսացիան երբեմն լղոզում է իսկական ու ճիշտ կատարումները։ Եվ շատ լավ է, որ կարողանանք պահպանել եւ պաշտպանել այս մշակութային պատերազմային դարաշրջանում մերը իսկականը հատնտիրը, որովհետեւ մենք անդադար գոռում ենք հին, էթնիկ, մշակութային, բայց այդ ամենը մի տեսակ դժվար են կարողանում վերցանել ու շատ ճիշտ երբեմն աշխարհին մատուցել։ Բազմաթիվ միջազգային փառատոններ եք ներկայացնում եւ ներկայանում եւ ասացիր որ պահպանում եք երգերը կար ժամանակաշրջան որ ազգագրական համույթի այսպես իհարկե ղեկավարները ինչ էին անում անգամ շատ այսպես քաղաքներով պատտվում էին գրի առնում գաղթից եկած իհարկե տատիկների պապիկների երգերը հիմա այդ ամենը չկա բայց ստեղծվեց մի շատ հրաշալի հիմնադրամ եւ ռադիոջան ռադիոկայանը այսպես քանի որ խոսում ենք առիթն է պաշտոնապես այդ ամենի կրողն ու ներկայացուցիչն է խոսքը ռենեսանս հիմնադրամի մասին է խոսքը վերածնունդ հիմնադրամի մասին է որը շատ արժեքավոր գործ է կատարել տարբեր համույթների հետ համատեղ հին ու բարի երգերը վերծանել է ձայնագրել է ստեղծել է եւ միմիայն բացառիկ իրավունքը պաշտոնապես Հայաստանի Հանրապետությունում եւ ոչ միայն իրագործում է ներկայացնում է հերարցակում է ովքեր չգիտեն ռադիոջան ռադիոկայանը շնորհակալություն Արտուրին Ջանիբեկյան եւ առհասարակ այդ հրաշալի լավ թիմին եւ շնորհակալություն հենց մեզ վստահելու համար մենք հաճախ երեկոյան երաժշտական այդ սիրուն անկյունները վայելում ենք եւ երբ որ ես Միացյալ Նահանգներում էի տևական ժամանակ ինձ շատ հաճախ սրանք եթերային բառեր չեն ասում էին գիտեք այդ երգերը որ դուք հնչեցնում եք տատիկս երգում էր ինձ համար ցավոք սրտի մի մեծ սերունդ այլևս չկա ու մենք չենք կարող լսել ինչպես տոհմի ծառի մասին այնպես էլ երգերի բայց լավ է որ կան ձեզպես լավ երգիչներ խմբեր համույթներ որ այսօր մարզերից դուրս չեն գալիս մի անգամից գալով Երևան հենց այդ մարզի իսկական նաև գեղչկական բարբառային երգերը պահպանում են ու բրավո ձեզ ես կարծում եմ որ մեր ձայնադարանը կավելանա նաև ձեր ազգագրական կատարումներով եւ մենք շատ հաճախ կներկայացնենք գիտեմ որ գնում եք միջազգային մրցույթ փառատոնի ինչ երգերով եք հանդես գալու որտեղ է եւ ովքեր են ձեր մրցակիցները ուրեմն Առաջիկայում ունենք մի հատ Բուլղարիա ունենք միջազգային մրցույթ փառատոն եւ ունենք Վրաստանի Բաթումիում կայանալիք միջազգային մրցույթ փառատոնները փորձելու ենք երկու տեղն էլ համատեղել որպեսզի հասցնենք մասնակցել հենց երկու մրցույթներին էլ ինքը միջազգային է մոտավորապես մի ամենակիչ ինչքան չունի 10 պետություն նախ կլինի այդտեղ նաև հարևան պետությունները Ադրբեջանը,
կարծես սահմանափակել է այս վերջի տարիներին ինչքան Չի գնում ենք մասնակցում։ ինքը իր երկրից չի թողում ոչ մեկ դուրս գան ինչ որ Հասկացա։ սահմանափակումներ այս Շատ լավ։ Թուրքիայից շատ խմբեր են լինում Անկարայից Ստամբուլից Այսինքն մրցակցություն կա բավականին, մեծ, այո, եւ թող միայն հաղթի Հայաստանը։ Եվ հետաքրքիր է միայն երկի, թե երկի բարի ինչ մրցույթ է։ Հիմա ես առհասարակ մենք երկին ենք մասնակցում, բայց այս վերջի երևի 2-3 ամիսա արդեն երեխաներից ես ստիպում եմ, որ իրենք մեր ազգային պարերներ սովորեն, մեր արտավազ շատ լավ պարուսույց կա մեր պարապմունքի տեղը արտավազդին ես խնդրել եմ եւ ինքը ամեն չորեքշաբթի օր իմ մոտ երկելուց հետո վերջ ասում են իջնում են իր մոտ որ մեր մաքրուր ազգային պարերը որովհետեւ երկու պարը միշտ համակցում ենք ինչպես կարող ես Մշո Գովնդի մասին երգել եւ առհասարակ չպարել գովազդային դադարից հետո վերադառնանք ու շարունակենք մեր ընթացքը Kյանքիս օրերը մաշել եմ այժմ եկավ այն սուրբ օրը որ իսկ կանչում է իր հորը այժմ եկավ այն սուրբ օրը որ իսկ կանչում է իր հորը բալեն քաղցրա բալեն անուշա բալեն պապայի երազնու լույս տա բալեն քաղցրա բալեն անուշա բալեն մամայի Օջախից մի լույս վառեց, իմ Դավիթ բալեն ծնվեց, բալեն քաղցրա, բալեն անուշա, բալեն պապայի երազնու լույսա, բալեն քաղցրա, բալեն անուշա, բալեն մամայի հրաշնու լույսա երազնու լույսա բալեն քաղցրա բալեն անուշա բալեն մամայի հրաշնու լույսա բալեն պապայի հրաշնու լույսա Դե ինչ սիրելի ռադիոլսողներ, շնորհակալություն, որ մեզ հետ եք, շնորհակալություն, որ առհասարակ ձեր առավոտը սկսում եք մեզ հետ միասին, դեռ շարունակելու ենք, հաղորդման երկրորդ part գոյություն ունի, որովհետև երբ որ հյուրերը իսկապես լավն ու հատնտիրն են լինում, սա նշանակում է, որ ամեն կերպ, ամեն ձև պետք է այնպես ներկայանանք ու ներկայացնենք, որ ձեր օրը լցվի միմիայն պոզիտիվ լիցքերով թանկագին ռադիոլսողներ ջան։ Գորգ ջան, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել քո այս լայնածավալ գործունեության համար եւ գիտեմ որ կար մի պահ որ դու անգամ դու ինքդ որպես երգիչ դադարեցիր կատարել երգեր, տեսահոլովակներ նկարահանել, որ ավելի կարող էիր հայտնի լինել, փոխարենը քո այդ ուժը եռանդը սերը տալով
քո խմբին։ Այդ ամեն մեկը չի անի։ Ես լինեի չէի կարող։ Անկեղծ եմ ասում, եթե Ճահիճ էր։ կարծես թե եթերից լավ ճահիճ, այո, այդ մեր ասպարեզի բառն է։ Եթերից կարծես թե ուղակի եթերը թողնես ու գնաս եւ սկսես իհարկե հաջորդ աշխատանքը։ Ես չեմ կարծում այդպիսի ուժ կգտնեի մի օր ռադիո եթերը թողնել եւ միմիայն իմ դպրոցով զբաղվել։ Ես ամենայն անկեղծությամբ եմ ասում, բրավո քեզ եւ լավ է որ նաև երկուսը մեկում հիմա արդեն ժամանակն է որ համակցում ես, որովհետև քո այդ լիարժեքությունը աչքերիդ այդ փայլ այդ ուրախությունը, որ մի երգ լինում է անկաջան նոր կատարում կա, ես այնքան եմ ուրախանում ու երբ որ ինձ ասում եք այդ լուրջ է որ 24/7 քեզ զանգահարում են, այնքան լուրջ է, որ ես հիմա կարող եմ ասել օրվա ընթացքում քանի երգ ու մեկնաբանություն եմ ստանում, մոտավորապես այս պահի դրությամբ ես վերցանելու ունեմ 8217 երգ, 1605 հյուր, ամենայն անկեղծությամբ եմ ասում սիրելի ռադիո լսողներ, որ ընթացիկ պետք է հասկանալ, ինչպես պետք է այդ ամենը ներկայացնել, գուցե շատ հաճախ ես պարզապես շփվում եմ ռադիո լսողների հետ, բայց մեզ մոտ պետք է միմիայն հատնտիր մարդիկ հայտնվեն, ինչպես մեր հատնտիր սուրճն է, հավանեցիր սուրճը, կաֆը ամպում ես, ծանոթ եք ես։ Այո, ամպում եմ, շատ համով է, որ Եվ իհարկե, ուզում եմ, որ երաշտական աշխարհի մարդիկ միշտ այսպես պետք է լինեն կայտար։ Կաֆան քո իհարկե քիմքին հաճելի ունի սուրճերի այսպես տեսականի քեզ համար եւ սառը թե եւս ընտրիր քո կաֆան, վայելիր, քեզ գեղեցիկ օր, շնորհակալություն։ Եվ սա համարենք ինչ որ կերպ կիսատ եթեր, որովհետև հունիս ամսվա շրջանակներում Մեծոյան վոկալ ստուդիոյի թիմը պարտադիր հայտնվելու է այստեղ։ Դավիթը արդեն գնացել է ընկեր Սոնայի մոտ շոկոլադներ համտեսելու, սիրելի ռադիո լսողներ, իսկ մենք իհարկե հաջորդիվ խոսելու ենք երեխաների հոգեբանությունից եւ ոչ միայն։ Ինչ ես մաղթում մեր ռադիո լսողներին։ Ես նախ իմ մեծ շնորհակալությունն եմ ուզում հայտնել քեզ այս գեղեցիկ ռադիոկայանին, որ միշտ անդրադառնում եք այդ տեսակ 1000 քանի հոգի ասեցիք սպասում են, ես շատ մեծ պատիվ եմ, որ այդ 1000 քանիսից արդեն դառել եմ ձեր տաղավարի հենց այդ ինչպես դուք նշեցիք հատնտիր մարդկանցից մեկը, շատ շնորհակալ եմ, մեծ գործ եք անում, անգնահատ, թող միշտ գնահատված լինի ձեր գործը, որովհետև անուրանալի վաստակ ունեք դուք, մեր երգիչների, մեր նման մարդկանց ներկայացնելու գործում շատ մեծ է ձեր վաստակը եւ ցանկանամ ձեր ռադիոյին քո եթերը միշտ անկաջան, թող անխափան լինի, միշտ շատ հեռուստադիտողներ ունենաք, որ մենք էլ գանք այդ ձեր եթերում ներկայացնենք մեր անելիքը տարին, ես ասել եմ, չէ, սկզբից որ բուրըն սկսել, արդեն ես տարվա մեջ տարին սկսել եմ 3 տեսահոլովակ արդեն նկարել եմ։ Տարին սկսել եք մեզ հետ ու ինչպես բոլոր արտիստներն են ասում։ Այո, լինում, որովհետև այստեղ էներգետիկ լավ պաշար կա ու իսկապես ես ուրախ եմ, որ դուք մեր ռադիո ընտանիքի մեջ մաս եք։ Մեր հաջորդ երգը մի հատ հզոր բան եմ անելու, ես ամառվա ընթացքում կնկարեմ Յարխուշտա Քոչարի, այս գործա լինելու։ Գժոտ մի գործ։ Հա, կիսատ արդեն կա, էլի ասեմ, որ ես իմ գրած երգերն են, ես եմ ինչը որ եթե ժողովրդական չեմ երգում, ուրեմն իմ գրածն է լինում։ Հա, հեղինակը ես եմ իմ երգերի։ Եվ ինչքան լավ է, որ ռեալիզացվում է այս պարագայում հենց քո խմբի երեխաներին, ովքեր վաղվա լավագույն ձայներն են լինելու։ Հա, անպայման ես համոզված եմ։ Ու շատ կան իմ աշակերտներից, որ այսօր շատ հայտնի երգիչներ են դառել։ Բարի մեկնարկը ձեզ եւ Աստծո կամքով թող այն մրցույթ փառատոնին, որ մասնակցում եք, ոչ մի խանգարող ուժ չլինի, փոխարենը այդ ձայները այսպես զուլալ, գեղեցիկ գնաք ու մեզ բերեք հաղթանակ։ Դե ինչ սիրելի ռադիո լսողներ, շարժվում ենք առաջ, շնորհակալություն, որ մեզ հետ եք, մնացեք ռադիո ջանի հետ։ Գովազդ ռադիո ջանի եթերում։ Պատերը թարմացնելու ժամանակն է։ Էքստերիեր Թեժ ակցիա Mobile Center-ից մայիսի 12-ից հունիսի 6-ը ներառյալ Mobile Center-ում գնիր ցանկացած Samsung սմարթֆոն եւ ստացիր նվեր Mobile Center անլար ականջակալ։ Mobile Center Samsung-ի պաշտոնական ներկրողը Հայաստանում։ Ռադիո ջան, գովազդի համար 36 86 45
Ջան, պրեմիերա։ Բալիկն եմ ես, բաց սիրում եմ գժի պես, ես աշխարհում ինչ լինի, հայդի քո որդին եմ ես, պապայի բալիկն եմ ես, բաց սիրում եմ գժի պես, ես աշխարհում ինչ լինի, քո պապան եմ ես։ Ինձ մի հրաշք բալիկ պարգևեց Երազել եմ բալիկ ունենալ Քեզ պես հրաշք որդի ունենալ Աստված երազանքս կատարեց Ինձ իմ հրաշք բալին պարգևեց